Այսօր հանձնեցինք պատմության քննությունը, բավականին թեթև անցավ, որովհետև դասախոսներն էլ մեզ համար ստեղծեցին այնպիսի պայմաններ, որ շատ հանգիստ մթնոլորտում թեթև անցկացրինք, շատ լավ անցավ։ Կարծում եմ, որ կլինի մրցակցություն, որովհետև կան ավելի լավ հանձնողներ, կան նաև ոչ լավ հանձնողներ, ըստի մրցակցությունը բնականաբար կլինի։ Հայոց պատմության քննությունից անմիջապես հետո ճեմարան դիմողների հետ հարցազրույց անցկացվեց, որի ընթացքում ստուգվեցին քրիստոնեության, հայոց եկեղեցու, Աստվածաշնչի վերաբերյալ նրանց ընդհանուր գիտելիքները, ինչպես նաև ձայնային տվյալները։ Հուսալի են արդյունքները եւ վստահ եմ, որ այսպես եթե հուզմունքներ չլիներ նրանց, ինչը շատ բնական է, շատ ավելի լավ արդյունքներ պիտի արձանագրեն եւ նաեւ հույս ունենք, որ իրենց արդեն այս քննաշրջանի ավարտին կտեսնենք ճեմարանի ուսանողի իբրև։ Ըստ հանձնած քննությունների արդյունքների էլ պարզ կդառնա, թե այս տղաներից ովքեր նոր ուսումնական տարին կսկսեն որպես ճեմարանականներ։ Փորձը ցույց է տալիս, ի տարբերություն այլ բուհերի, այստեղ դիմողների մեծ մասը խորապես գիտակցված է իր ընտրությունը կատարում, ասում են դասախոսները։ Առանձնահատկությունն այն է, որ այստեղ գերակայում են հիմնականում հենց հումանիտար անշուշտ առարկաներին վերաբերող ուրեմն դասընթացները, որտեղ նյութի ծավալը չափազանց մեծ է, այսինքն յուրացումը այդ նյութի պահանջում է այսպես մեծ կարողություններ, կամք շատ կարևոր է եւ այստեղ ինչպես գիտենք եւ հայոց պատմությունը, հայոց եկեղեցու պատմությունը, Աստվածաշունչ, տեքստերը բավական մեծ թիվ են կազմում եւ իրենցից մեծ ջանք ու եռանդ է պահանջում եւ հուսով եմ, որ այդ գիտակցմամբ են եկել եւ արդեն ուսումնական process-ում կփորձեն այդ բոլոր դժվարությունները հաղթահարել։ Իմանալով, որ այստեղ սովորել է այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Կոմիտասը, Ավետիք Իսահակյանը, ես գիտակցելով, որ իրանք քայլել են նույն այս միջանցներով, նստել են նույն լսարանում սովորել են, դա շատ է ինձ պարտավորեցնում եւ ինչ որ միտեղ ոգևորվում եմ, որ ես այստեղ պետք է սովորեմ։ Ճեմարանում շատ չենք շրջել, քանի որ մենակ քննության ենք եկել, բայց թե բակը, որ Մայր տաճարի տարածքում է, բացխորանը, շատ հետաքրքիր է ու շատ այսպես ասած գրավիչ ու ցանկությունը շատ մեծ է, որ սովորեմ Գևորգյան նաև Վազգենյան ճեմարանում։ 90-ականների վերջերից Գարեգին II ամենայն հայոց հայրապետի նախաձեռնությամբ բարեկարգվել են ոչ միայն ճեմարանի շենքային պայմանները, այլև փոխվել է կրթական ծրագիրը, ավելացվել են նոր դասընթացներ։ Մայրաթոռի եւ բարերարների հովանավորությամբ ճեմարանում կրթությունը եւ կեցությունը ամբողջությամբ անվճար է։ Սոնա Խաչատրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։